Բարևձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արևմտյան Հայաստանի նախագահը ցավակցություն կհայտնի Իրանի նախագահին։ Միջին Արևելքը գրագի մեջ։ Պատերազմը կընդլայնվի։ 500-ն 1500 հայ զոհ պատմության խաչմերուկին։ Ինչպես Հադրութի Մեդաքսով պատրաստվեցան Ելիսեյան բալադի վարակույրները։ Դոնալդ Թրամփը գոշ նախազգուշացում հղեց Իրանին։ Հայկական խոհանոցը եւ առողջ ապրելակերպը։ Արևմտյան Հայաստանի նախագահ Արմենակ Աբրահամյան իր խորին ցավակցությունները հայտնած է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանին Այաթոլլա Ալի Խամենեի մահվան կապակցությամբ։ Առաջին համաշխարհային պատերազմեն ի վեր հին քաղաքագործությունները համագարկված կերպով դարձած են նոր աշխարհագարքի տիրախ, որ գծկտի ձևավորվել ամեն քնով նույնիսկ միջազգային իրավունքի եւ մարդու իրավունքներու ոտնահարման պայմաններուն մեջ։ Գոչ կնեմ հագամարտող բոլոր պետություններուն դրսևորել բանականություն, դադրեցնել այս հագամարտությունը եւ վերադառնալ բանակցություններու սեղան, նշած է ան։ Արևմտյան Հայաստանը նաեւ պատրաստակամություն կհայտնի անհրաժեշտության բարակային փախստականներ ընդունելու Արցախի մեջ եւ ներգրավելու հրադապ մարտահրավերական օգնության աշխատանքներուն, եթե միջազգային կառույցները համապատասխան թիմում ներկայացնեն։ Մերձավոր Արևելքի իրավիճակը գտրուկ սրած է։ ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարվածներեն ետք Իրանը հայտարարած է լայնածավալ պատասխան գործողություն Իսլամական հեղափոխության պահապաններու կորպուսի կողմէ իրականացվող գործողության շրջանակին մեջ։ Հարվածներ հասցված են Դուբեյ, Իսրայել, Բահրեյն, Քուվեյթ, Արաբական Միացյալ Էմիրություններ, Սաուդյան Արաբիա եւ Իրաք։ Իրանի պաշտոնական հաղորդակցությամբ հրթիռներ եւ անօտաչու սարքեր ուղղված են ամերիկյան ռազմապազաններու եւ անվտանգության կենտրոններու դեմ, ներառյալ ԱՄՆ-ի 5-րդ նավադորմի շտաբը, Բահրեյնի եւ Կատարի մեջ գտնվող ռազմապազանները։ Հասանելի դեղեցություններով Իսրայելի քաղաքներու վրա արձակված բոլոր հրթիռները չեն որսացված հագաուտային պաշտպանությամբ։ Դուբեյի արհեստական գղզիներու մերձակայքին հզոր բայթուն լսված է առնվազն 4 վիրավորով։ Կատարի մեջ իրանական հրթիռը խոցված է Patriot համագարկով, իսկ աստանշաններ հնչած են Ալ-Ուդեյդ ռազմապազայի շրջակայքին մեջ։ Բահրեյնի Ջուֆեյ շրջանը, ուր տեղակայված է ԱՄՆ-ի 5-րդ նավադորմը, գրանցված են բայթուններ, ձուղ եւ դարհանումներ։ ԱՄՆ-ի տեսփանատուները Մանամայի եւ Դոհայի մեջ հայտարարած են ժամանակավոր մեկուսացում։ Հրթիռային երկու ալիքները եւ դարբեր երկիրներու մեջ արձանագրված բայթունները կխորացնեն լայնածավալ պատերազմի վտանգը։ Դարաձաշրջանը բարձակույն մարտական պատրաստակամության մեջ է։ Միջազգային շուկաներուն մեջ լարվածություն կա եւ փորձագետները չեն բացառել նավթի գիներու գտրուկ աճ։ Մերձավոր Արևելքը գրգին կանգնած է անորոշ եւ բայթունավտանգ շրջանի առջեւ։ Միջին Արևելքի մեջ ռազմական ճգնաժամը նոր եւ վտանգավոր շրջան մտած է։ Ամերիկայի Միացյալ Նահանգներու եւ Իսրայելի օտային գործողությունները Իրանի դեմ ընդլայնված են, ընդգրկելով նաեւ Լիբանանը։ Իսրայել հարվածեր հասցած է Լիբանանի տարածքին՝ ի պատասխան Հեզբոլլայի կողմէ իրականացված հարձակումներուն։ Միևնույն ժամանակ Իրանը հրթիռներ եւ անօտաչու սարքեր արձակած է դեպի Իսրայել, ծոցի շարք մի երկիրներ եւ նույնիսկ բրիտանական ռազմակայան Կիպրոսի մեջ։ 1988 թվականի փետրվար 27-ին 29-ին Սումգայիթի մեջ հայ բնակչության դեմ տեղի ունեցածը ըստ Ադրբեջանի հայրու ասամբլեայի նախագահ Գրիգոր Այվազյանի ցեղասպանություն էր բարին բուն իմաստով։ Սումգայիթյան գործողությունները իրականացված էին պետական ամենաբարձր մագարտակով քաղաքային գուսակցական ղեկավարության հսկողությամբ, իսկ զոհերու իրական թիվը գնահատված էր 500-ն 1500 միջև պաշտոնական 30-ի փոխարեն։ Այվազյանի խոսքով հայ խորհրդային քաղաքացիները միմիայն իրենց հայ ըլլալուն համար ենթարկված են զանգվածային սպանության։ Նախորոք բաժնված էին մահաբարտներու հասցեներն ու զենքերը, իսկ մարդիկ իրենց բնակարաններուն մեջ չէին ունեցած ինքնապաշտպանության հնարավորություն։ Անդրադառնալով Ադրբեջանի ղեկավարության, ան շեշտեց, որ ան անմիջապես ներգրավված էր բռնարարություններուն մեջ եւ հետագային փորձեց ժխտել փաստերը։ Այվազյան նախազգուշացուց, որ Սումգայիթը 10 մնե հայ ժողովրդին չթույլատրելու նման ողբերգություն կրտնվիլ Հայաստանի մեջ։ Դեսանյութեր, ագանադեսներու վկայություններ եւ ուսումնասիրություններ կփաստեն, որ այդ տարիներուն եւս լայնածավալ պետական հովանավորություն ունեցող հանցագործություններ իրականացված են հայրու դեմ, շարունակված նաեւ 2020-ին 2023 թվականներուն Արցախի մեջ։ Սումգայիթը չէ մորցված։ Այսօր կմնա հիշեցում հայ ժողովրդի նսկոն ըլլալու եւ բայկարելու իր կյանքի արժանապատվության եւ գոյության իրավունքներուն համար։ 18-ին 19-րդ դարերուն Արցախի սիրտը Շուշի քաղաքը կձևավորվեր որպես շրջանի ամենահզոր արևդրական եւ արհեստագործական կենտրոն։
Խանության դարիներում բնակչության մեծ մասը զբաղված էր դարբեր արհեստներով և 18-րդ դարու երկրորդ կեսին գրեթե բոլոր արհեստները ներկայացված էին։ 19-րդ դարու սկիզբին քաղաքը հատկանշական էր ազդեցիկ վաճառականական դոհմերով, ինչպես հախոմյաններն ու տարումյանները, որոնք աշխույժ գաբեր ունեին Սիբիրի, Իրանի և եվրոպական շուկաներու հետ։ Շուշին ապրանքներ կներմուծեր Թավրիզեն, Բուխարայեն, Բաղդադեն, Ֆրանսիային, Իտալիայեն, Հնդկաստանեն և Հոնկոնգեն, որոնք կվաճառվեին Թոփ-խանի բազարին մեջ, միաժամանակ ազգագրական տոնախմբություն կազմակերպելով։ Քաղաքը կվերահսկեր նաև Արցախի այլ շրջաններու արևդրաշրջանառությունը։ Մետաքսագործությունը կարևոր ջուղմն էր։ 1848-ին Շուշիի գավառը արտադրած է շուրջ 5000 փութ մետաքսաթել։ Հադրութի մետաքսը արժանացած է բրոնզե և ոսկե մեդալներու տարբեր միջազգային ցուցահանդեսներուն, անգամ Փարիզի Ելիսեյան պալատներու վարակույրները պատրաստված են հադրութի մետաքսեն։ Այսպես 18-ին 19-րդ դարերուն Շուշին ոչ միայն Արցախի, այլև ամբողջ շրջանի տնտեսական, մշակութային և արհեստագործական հզոր կենտրոն էր, որու արտադրանքներն ու վարպետներու ցերակորձ ստեղծագործությունները կշրջեին Եվրոպայի, Ռուսաստանի և Արևելքի շուկաներուն մեջ, քաղաքը դարձելով միջազգային առևտուրի կարևոր հանգույց։ Դոնալդ Թրամփը գորշ նախազգուշացում հղեց Իրանին, հայտարարելով, որ եթե Թեհրանը շարունակե իր գործողությունները, հնարավոր են ավելի լայնածավալ և հզոր հարվածներ։ Նախագահի խոսքերով ընթացիկ ռազմական գործողությունը կրնա տևել 4-5 շաբաթ, բայց չի բացառվիր, որ ժամանակը ավելի երկար ըլլա։ Վաշինգտոնը պատրաստ է ավելի ուժեղացնել ճնշումն ու արձագանքել ցանկացած սրացման։ Միաժամանակ Ամերիկայի իշխանությունները գոչեցին տարածաշրջանին մեջ գտնվող ամերիկացիներուն հնարավորինս արագ լքել տարածքը անվտանգության լուրջ վտանգներու պատճառով։ Տարածաշրջանի իրավիճակը կմնա լարված, իսկ միջազգային հանրությունը մտահոգությամբ կհետևի զարգացումներուն, սպասելով հետագա քայլերուն։ Ժամանակակից աշխարհի մեջ առողջ ապրելակերպը գիտակցված ընտրություն է։ Ավելի շատ մարդիկ կնախընտրեն բուսական սնունդ կարևորելով առողջությունը, թեթևությունը և բնապահպանությունը։ Հայկական խոհանոցը ունի առավելություն հիմնված տեղական, եղանակային և բնական մթերքներու վրա։ Բուսական սնունդը հարուստ է մանրաթելով, վիտամիններով և հանքանյութերով, կարգավորելով մարսողություն և ապահովելով երկարատև հագեցածություն։ Հայկական խոտաբույսերն ու ավանդական պատրաստման եղանակները կստեղծեն համով և գոհացուցիչ ճաշացանկ։ Թոնրեն պատրաստումը, շոգեխաշումը կամ թեթև տապակումը կպահպանեն բանջարեղենի բնական քաղցությունը և հյութեղությունը, իսկ չափավոր կիրարկված համեմունքները կլրացնեն համային երիտասարդությունը առանց գերակշռելու հիմնական բաղադրիչները։ Հարգելի հայրենակիցներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։